2000-ից ավել դրական հավանումներ կան, հազարավոր դրական մեկնաբանություններ, մեծամասամբ ողջունում են։ Պետրոս Ղազարյանը իհարկե բացառություն է, Տարոն Չախոյանը, մի քանի հոգի կան, որոնք այդ իմաստով բացառություն են։ Ես հասկանում եմ իրանց անհանգստությունը, մարդկայնորեն իրանց նաև կարեկցում եմ այդ իմաստով։ Իրանք միամիտ մարդիկ չեն, իրանք հիմարներ չեն, իրանք հասկանում են ընդհանրապես Սամվել Կարապետյանի շուրջ հասարակական կոնսոլիդացիայի հնարավորությունները, իրանք աչքով տեսնելով դրա պրակտիկ դրսևորումները, իրանք ավելի հիմնավոր են զգում այն անհանգստությունը, որ իրանք պետք է զգան։ Ես կարծում եմ այդ ջղաձգումները ավելի շատ միայն դրանով է պայմանավորված։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ստեղից մինտեղ գնալու, ես միշտ գտնվում եմ նույն վայրում, արդեն 2020 թվականից, դա Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի բոլոր հնարավոր շարժումներն են։ Ես ոչ միայն բոլոր շարժումներին եմ մասնակից եղել ամենաակտիվ դերակատարումով, այլ անգամ ինքս եմ փորձել շարժումներ նախաձեռնել 2022 թվականի օգոստոսի 23-ի անկախության շարժումը, հանրահավաքը, բայց ցավոք սրտի մեզնից ոչ մեկին չի հաջողվել ունենալ հաջողություն։ Հիմա ես տեսնում եմ հաջողության մեծ հնարավորություն եւ իմ համեստ կարողություններով կանգնած եմ նաեւ այս շարժիկը, ես միշտ իմ տեղում եմ փողոցում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի առաջնագծում եւ ով որ այդ առաջնագծում ունենում առաջնային դեր, նա ավտոմատ դառնում է իմ բարեկամ։